Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք Փաշինյանի Թուրքիա այցից, դուք ինչ տպավորություն ունեք, առանձնապես չի ներկայացվում, թե ինչի մասին է զրույց եղել, ամեն դեպքում Փաշինյանն ասում է, որ ի տարբերություն նախորդ շրջանի, հիմա Թուրքիայի հետ մեր շփումներն ավելի ինտենսիվ են, ինչ դրական արդյունք կարող ենք ակնկալել, իդեպ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահը պատմական իրադարձություն համարեց Փաշինյանի այցը Թուրքիա։ Գիտեք, ես բացարձակապես չէի կիսի այն ոգևորությունը, որով նրանք փորձում են բնութագրել թե այցը, թե ընդհանրապես իր պահվածքը եւ հանդիպումները ու դրանց արդյունքները, առաջինը հաշվի առնելով, որ մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան եւ այս մակարդակի այցը Թուրքիա առանց միջազգային որևէ ֆորմատի Սա հակասում է ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների կանոններին, հա, չգրված ու գրված կանոններին, այսինքն որ միջնորդներ չկան, ներկամ մարդիկ չկան, մի երկրի ղեկավարը գնում է մյուս երկրի ղեկավարին այցի, դուռը փաստորեն, երբ որ երկու երկրների մեջ փաստացի թշնամական հարաբերություններ են, ճիշտ է, մեր կառավարության ղեկի նստած անձի համար այդ հարաբերությունները թշնամական չեն եւ դատելու նրա հազիվ պահվող էս ցնծացող դեմքի արտահայտությունից տպավորություն էր ստանում, որ ինքը իր համար կյանքի բաղձալի ինչ որ մի նպատակի է հասել, երևի թե երազում էր Էրդողանի հետ նման կարգի հանդիպում ունենալ եւ այս հանդիպումը իր համար այդ հերթական ձեռքբերումներից մեկն է համարում, նշեմ սեփական անձնական ձեռքբերում, որտեղ մեր պետության համար դա ոչ մի լավ բան չի խոստանում, բայց խնդիրն անում է, որ նման դեպքերում հանդիպումներն արվում են ինչ-որ մի երրորդ տարածքում չեզոք հարթակներում, հա, որպեսզի երկրները հավասար դիրքերի վրա հայտնվեն։ Իսկ այս պարագայում փաստացիորեն դու գնում ես մեկ ուրիշի դուռը, այսինքն դու քո ստորադասությունն ես դրանով իսկ արտահայտում, այսինքն դիվանագիտական խոսքի մեջ սա անընդունելի է։ Արդեն իսկ ի սկզբանե դու ընդունում ես մյուսի գերակայությունը քո հանդեպ, հետևաբար նաև թելադրողի դիրքերը։ Այն ինչ որ խոսում է այս կառավարության ղեկին նստած անձը եւ ինչ պատկեր մենք ստացանք այդ հանդիպումներից, ես կարծում եմ, որ ինչ ակնկալիքներն ուներ այդ ակնկալիքները չեն բավարարվել եւ դա բնական էր, որ չէր բավարարվելու, որովհետեւ այն աշխարհաքաղաքական համատեքստում, որ այդ պահին հանդիպումը տեղի էր ունենում, շատ process-ներ հետաձգվել են եւ դա պայմանավորված էր Իրано-իսրայելական այս հակամարտությունում եւ հակամարտությամբ եւ լարված իրավիճակում հենց այս հանդիպումը տեղի ունեցավ։ Դա պատահական չէ, դա նախատեսվում էր, որովհետեւ Իսրայելի հաջողության պարագայում համապատասխան գործողություններ են ակնկալվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որոնցում էական դերակատարում ունի Հայաստանը, որպես միջանցքային կամ միջանցիկ տարածք, որով պետք է սպառազինությունների եւ ակնհայտորեն ռազմուժի տեղափոխում կատարվի եւ դրա համար է, որ մենք նորից լսեցինք Զանգեզուրի միջանցքի մասին թեզերի արծարծում նախքան այս հանդիպումը, բայց հանդիպումից հետո ակնհայտորեն դրա մասին խոսք չեղավ։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսեց Փաշինյանը։ Դա այլ նպատակ ուներ, դա մինչև Էրդողանի հետ հանդիպումներ եւ ավելի նպատակ ուներ ընդհանրապես հանրությանը ոչ այնքան սփյուռքահայ մեր բարեկամներին, հայրենակիցներին, այլ մեզ այստեղ փոխանցել իր ենթադրությամբ արդարացնող թեզերը, որոնք բացարձակապես արդարացում չունեն եւ նա հերթական մանիպուլատիվ խոսույթ օգտագործեց, քանի որ սկզբում նշեց Թուրանի մասին, հարցը քանի որ այդ թուրանական միջանցքի մասին էր եւ հետո անմիջապես խեղելով հարցի էությունը սկսեց խոսել հաղորդակցման ուղիների եւ անցուդարձի մասին, որևէ մեկը չի հակադրվում ճանապարհների օգտագործմանը, դա բնական հարաբերությունների պետությունների միջև փոխհարաբերությունների կարգից է։ Մենք խոսում ենք այստեղ այդ ճանապարհների օգտագործման եւ տրամադրման պայմանների եւ իրավասությունների մասին եւ այստեղ է որ հակասություններ են առաջանում։ Այն ինչ որ թուրքերը եւ ադրբեջանցիներն ուզում են, դա իրենց տնօրինությամբ, իրենց պատկանող տարածք է, այսինքն այստեղ խնդիրները բոլորովին այլ հարթության մեջ են։ Եվ նա փորձում է այդ մանիպուլյացիայի միջոցով մարդկանց շփոթության մեջ դնել եւ փորձել արդարացնել իր կողմից վաղուց արդեն որպես հանձնառություն ստանձնած
այդ միջանցքի տրամադրման արդարացումը։ Սա է խնդիրը։ Հիմա դատենք հանդիպումներից, Էրդողանի հետ հանդիպումը տևել է ժամուկես։ Բնականաբար Էրդողանի հետ հանդիպումից առաջ հանդիպումներ են եղել, որտեղ ավելի մանրակրկիտ հարցեր են քննարկվել, որտեղ բնականաբար Էրդողանը ընդամենը ցուցումներ տվողի դերում է հանդես գալիս եւ իր կերպարներ դաթեր խոսում եւ ընդհանրապես որպես նախագահ նա դեռ միջև նա հանդիպումներ եւ համաձայնություններ լինում կամ բանակցվում են որոշակի հարցեր, որոնց մասին մենք չլսեցինք։ Եվ պատահական չէր, որ նրան ուղեկցում էին Ռուբինյանը եւ փոխարտգործ նախարարը, որոնք ըստ պատկերների Էրդողանի հետ հանդիպման ներկա չէին եւ հետեւաբար հարց է առաջանում որտեղ էին նրանք կամ մինչ այդ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել, այլապես իրանք ինչու էին ուղեկցում վարչապետ կոչվածին այս այցի ժամանակ։ Վստահ եմ եւ փոխարտգործ նախարարի մակարդակով են հանդիպումներ տեղի ունեցել, որոնց պատկերները մենք տեսել ենք եւ դա զուտ արողակարգային չէին։ Այդ քննարկումները վստահաբար, քանի որ նշյալ անձը մասնակցել է բոլոր բանակցային Ադրբեջանի հետ նաեւ բանակցային քննարկումներին եւ այն քիչ թե շատ լավատեղակ անձանցից է թե իրենց մեջ ինչ համաձայնություններ եւ ինչ պայմանավորվածություններ գոյություն ունեն եւ պատահական չէ որ այս հանդիպումը հենց այդ ժամանակ տեղի ունեցավ ինչպես նշեցի որտեղ դա բխում էր նաեւ Իսրայելի Իրանի հանդեպ հարձակումից որը չգնաց այն սցենարով որը նախատեսվում էր եւ դրանով իսկ հետաձգվեց այն ծրագիրը որի համար նա կանչվել էր Ստամբուլ Կարծում եք, որ հարցում համաձայնության չեն եկել եւ ինչ հարցեր է քննարկվել, եթե ենթադրենք։ Գիտեք, ոչ թե համաձայնության չեն եկել, այս պահի դրությամբ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի համար ձեռնտու չէ ըստ ծրագրի շարժվելու, որով պետք է նրանք մասնակից դառնան Իրանի հանդեպ ռազմական գործողություններին եւ հետեւաբար իրենց համար անհրաժեշտ է պատրվակ այդ ծրագրից դուրս գալու, հա? Ասում եք օրակարգում այդ հարցն է եղել։ Միանշանակ։ Օրակարգում եղել է թե միջանցքի հարցը, օրակարգում եղել է թե Ադրբեջանի հետ իբրև թե այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրումը օրակարգ։ Որտեղ պետք է Էրդողանը նաեւ միջնորդ լինի կամ երաշխավոր։ Էրդողանը արդեն միջնորդ է։ Այս իշխանության ղեկին նստած անձի կողմից նա արդեն կարգվել է միջնորդ եւ մենք դա տեսանք թե Ալբանիայում թե դրանից առաջ մենք տեսել ենք արդեն բոլոր этаպներում որ նա Էրդողանի միջոցով փաստացիորեն փորձում է Ալիևից ինչ որ բաներ ստանալ իսկ Էրդողանը եւ Ալիևը օգտագործում են այդ հանգամանքը իրենց հերթական պահանջներ ներկայացնելու եւ այդ առումով զիջումներ ստանալու Իսկ ճանապարհների ապաշրջափակման ընդհանուր թեմայի շուրջ կամ նախապես այն պայմանավորվածությունները որոնք կային ճանապարհների ապաշրջափակում գոյություն չունի եթե մենք խոսենք ճանապարհների ապաշրջափակման մասին ապա որևէ խնդիր չէր առաջանա այդ դեպքում եւ հյուսիսից եկող ճանապարհները եւ արևելքից եւ արևմուտքից բոլոր կողմերից եկող ճանապարհները պիտի օգտագործվեին եւ արդեն արկա ճանապարհները եթե մենք խոսենք ճանապարհների ապաշրջափակման մասին ապա մենք խոսենք հյուսային հատվածով երկաթգծի միացման մասին բայց իրենց դա անհրաժեշտ չէ իրենց պետք է ցամաքային կապ միմյանց միջև կապ բուն տարածքային ամբողջական կապ եւ սեփական պատկանելիության դա միայն անցումը չէ դա միայն անցումը չէ իրենք հեռահար նպատակներ ունեն այդտեղ եւ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրն է որը շինծու եւ իրավական առումով որևէ հիմք չունեցող թեզ է քանի որ բազմիցս նշել եմ եւս մեկ անգամ նշեմ որտեղ մեր հանրությունը պիտի շատ լավ գիտակցի այդ խեղված փաստարկի անհիմն եւ կեղծ լինելը ադրբեջանցիները այստեղից գնացել են ինքնակամ խորհրդային օրենքների գործողության ժամանակ նրանք սեփականություն չեն ունեցել որպես այդպիսին ավելին իրենց տնօրինած բնակարանները եւ տները կամ վաճառել են կամ փոխանակել են եւ իրենց ունեցած ինչքով կարասիով սեփական ցանկությամբ առանց որևէ պարտադրանքի մեկ հրահանգով իրենց այսպես ասած ադրբեջանական ԽՍՀ-ից եկած հրահանգին համապատասխան դուրս են եկել Հայաստանից եւ տեղափոխվել են Ադրբեջան ըստ ԽՍՀ բնակության օրենքների որտեղ որևէ մեկը սեփականություն չուներ եւ բնականն է եւ տները երկարատև վարձակալության հիմքով կամ տնօրինման հիմքով էին տրամադրվում իրենք փոխել են իրենց բնակության վայրը իսկ բնակության վայրը փոխելու պարագայում իրենք որևէ իրավական պահանջ Հայաստանին կամ որևէ այլ մեկին ներկայացնելու իրավունք չունեն ավելին
Երկրաշարժից հետո հայկական ԽՍՀ-ն 72 միլիոն ռուբլի փոխհատուցում է վճարել վնասված տների բնակարանների համար, այն տների եւ բնակարանների, որոնք ինչ որ մի մասը չէր կարողացել կամ փոխանակել, կամ դեռ այդ իրավունքի պահպանման խնդիրները դեռ չէին փոխվել։ Եվ այստեղ որևէ ոչ ֆինանսական, ոչ իրավական, ոչ պատմական, ոչ իրենց այլ կարգի, իրավունքների ոտնահարման առումով նրանք պահանջներ ներկայացնել չեն կարող։ Ի տարբերություն հայերի, որոնք բռնի տեղահանվել են թե Բաքվից, թե Գանձակից, թե Սումգայիթից ջարդերի հետևանքով, շատերը անգամ ուղղակի իրենց վրայի արտահագուստով մեկ բոբիկ ոտքերով եկել հասել են մազապուրծ վիճակում։ Էլ չեմ խոսում, որ ընդհանրապես որևէ հավասարության նշան չի կարող դրվել արցախահայերի եւ այդ փախստական կոչեցյալների միջեւ, որովհետեւ Արցախի հայությունը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման միջոցով եւ կորցրել է հայրենիք, որը երբևէ Ադրբեջանին չի պատկանել։ Սա մենք միշտ հիշենք։ Ավելին, Ադրբեջանը եւ Թուրքիան այս թեզը օգտագործելով սկզբում փորձում էին իրավական հավասարություն դնել որոշակի ուրեմն խնդիրներ առաջացնելու Արցախի հայության իրավունքների քննարկման տեսակետից, իսկ հիմա դա օգտագործում են ուղղակի Հայաստանում իրենց գործակալներին բերելու եւ հետագայում ժողովրդագրական փոփոխության արդյունքում ամբողջովին այդ տարածքները իրենցով անելու համար։ Հիմա դուք կարծում եք այս հանդիպման ժամանակ նաեւ այս հարցերն են քննարկվել, որովհետեւ իրենք այդ մասին բավական ժամանակ խոսում են, որովհետեւ Ադրբեջանի նախագահը այս վերջի շրջանում հատկապես որպես պահանջ է ներկայացնում այդ փախստական կոչվածների հետ երկխոսություն սկսելու եւ քննարկումներ սկսելու հարցը։ Եվ ես չեմ բացառում, որ Թուրքիայում էլ նաեւ կոնֆերանս էին արել։ Այո, իրենք այդ հարցը անընդհատ թեժացնում են եւ դա փորձում են թե միջազգային հանրության ականջների համար ընկալունակ դարձնել, ընկալելի դարձնել եւ թե նաեւ լսելի դարձնել մեր հանրությանը, որ իբրև թե ինչ որ մի զիջման կարգով դա սկսեն, բայց դա բացարձակապես անընդունելի է։ Կարծում եք Հայաստանը կգնա կամ Փաշինյանը մասնավորապես իշխանությունը կգնա զիջման այս հարցում։ Ես նախորդ կտամ Հայաստան եւ իշխանությունը չնույնացնել, որովհետեւ դրանք փաստացիորեն տարբեր բաներ են, այս իշխանությունները վաղուց շատ բաների արդեն համաձայնել են, այդ թվում նաև փախստականների վերադարձին, որը ժամանակին առաջ է քաշվել եւ փորձ է արվել դա մեջ բերել դեռևս Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի միջոցով, դեռևս 22 թվականին այդ հարցը փորձ է արվել մեր հանրության մեջ ընկալելի դարձնել, սակայն անգամ այս արևմտամետ հորջորջված օղակները շատ բացասական արձագանք են դրան տվել եւ դրա մասին խոսել այդ օղակների ներկայացուցիչներից մեկը բացահայտելով այդ հանգամանքը եւ խիստ բացասական արձագանք է դրան տրվել։ Ներկայումս դրա մասին ակտիվորեն չի խոսվում, որովհետեւ անդադ այդ ներքին դժգոհության եւ ամբոստության ընդվզման այդ ջիղը կա եւ այդ ջիղի վրա նման հարցի արծարծումը դա կարող է ուղղակի պայթյունի ազդեցություն ունենալ, դրա համար այս իշխանությունը ուղղակի դրա մասին առանձնապես չեն խոսում։ Միջազգային ասում նույնիսկ բանակցություններում այդ հարցը դրված չէ։ Գիտեք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք պարբերաբար իրենցից լսում ենք այս հարցը մենք չենք քննարկում, այսօր քննարկման առարկա չէ, հիմա մեր օրակարգում չկա եւ հետո հանկարծ փաստի առաջ են կանգնում արդեն փաստական գործողությունների տեսակետից, այս իշխանությունները նրա բոլոր ներկայացուցիչները բացարձակ անվստահություն են վայելում մեր հասարակության մեջ եւ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե իրենց խոսքերով, այլ իրենց կատարած գործողություններով։ Իսկ գործողությունները բոլորովին հակառակի մասին են խոսում։ Որովհետեւ եթե իրենք նման հարցերի քննարկում կամ նման հարցերի տուրք տալու ցանկություն չունենային, իրենք ուղղակի կոչնչացնեին այդ թեզերը տարբեր հարթակներում նաև իրենց հայտարարությունների միջոցով եւ ոչ թե մեր հանրությանը կասեին, ուղղակի մենք չենք քննարկում նման հարցեր։ Այսինքն հակափաստարկներ կներկայացվեն, որ դա որևէ հնարավոր չէ համատել արցախցիների թե իրավական, թե օրինական, թե փաստագրված այդ սեփականության փոխանակումների եւ այլնի փաստաթղթերով է, որոնք ուղղակի մեջտեղ բերելով եւ դրանց մասին փաստական արձանագրումներ կարող են ուղղակի չեզոք հասնել այդ խնդիրները։
Հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները ի վերջո չի ստացվում ձեր պատկերացմամբ, ինչ խնդիր կա եւ նաեւ նախնական պայմանավորվածությունները, որոնք կային երրորդ երկրների քաղաքացիների համար, որ կան անարգել անցնել, սա եւս փաստորեն ընթացք չի ստանում։ Տեսեք, Թուրքիայի ղեկին նստած անձնավորությունը ինքը իրեն կայսերական հովերով է պատել, հա։ Նա իրեն սուլթանի հավակնություններ է տվել եւ բնականաբար նա հաշվի առնելով թե ում հետ գործ ունի, ով այսպես մի ձեռքի նշանով հայտնվում է իր արժեվ եւ իր ցանկությունները կատարում է, բնականաբար չի կարող նման նվերներ անել հանուն ինչ որ դրական զարգացումների։ Ավելին նշեցի, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է իրենց անմիջական ռազմական մասնակցությունը ունենան Իրանի դեմ գործողություններին։ Իսկ փակ սահմանը արդարացի պատրվակ է, հա, ալիբի է, որպեսզի այդ գործողություններին չմասնակցեն։ Եվ նրանք կմասնակցեն միայն այն ժամանակ, երբ որ ռազմաքաղաքական իրավիճակը բարենպաստ կլինի իրենց համար եւ չի վտանգի իրենց պետությունը։ Այսինքն հաջողությունը այդ արկածախնդրությունից մոտավորապես 1000%-ով երաշխավորված կլինի եւ միայն այդ պարագայում նրանք կմասնակցեն այս գործողություններին։ Դրանով է պայմանավորված թե Ալիևի խուսանավումները փաստաթղթերի ստորագրման գործընթացներից դեռևս 22 թվականի հոկտեմբերի 6-ին նվեր ստանալով Արցախը Պրահայում, դրանից հետո անմիջապես ցատկեց ռուս-իրանական հարթակ եւ սկսեց Միացյալ Նահանգների դեմ խոսել եւ հիշեք հակադրություններ եղան, հետո աստիճանական զիջումներ ստացան COP29-ը իրենց տարածքում անցկացնելու եւ նաեւ իրենց կողմից նախագահական ընտրությունների ժամանակ խախտումների արչեւ եվրոպական եւ արևմտյան կառույցների աչք փակելու, այսինքն ինդուլգենցիա ստացավ այն գործողությունների համար, որ պիտի արվեր թե Արցախի հանդեպ, Արցախը հայաթափել, այսինքն Արցախը յուրացնելու, կլանելու առումով ինդուլգենցիա ստացավ այդ ժամանակ։ Մեզ փոխարենը տալով 32 մեր գերիներին, որոնք իրենք պարտավոր էին արդեն 20 թվականի նոյեմբերի 10-ին փոխանցել Հայաստանին եւ ոչ թե դա առևտրի առարկա դարձնել դիմացը անընդհատ կորզելով ինչ-որ բաներ։ 23 թվականի աշնանը Արցախի հայաթափումից հետո, երբ որ Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում եղավ եւ այդ պատրվակով իրենք դիվանագիտական հարաբերություններ կասեցրեցին Իրանի հետ, այդ շրջանում նաեւ ներքին ընդվզումներ կային Իրանում, այդ կանանց իրավունքների հետ կապված ցույցեր, ըմբոստություններ, խռովություններ կային, որը պիտի օգտագործվեր ներքին անհնազանդության միջոցով իրանական իշխանություններին սասանելու համար, սակայն չստացվեց եւ այդ ծրագրված գործընթացները եւս հետաձգվեցին եւ ներկա պահի դրությամբ այն իրավիճակը, որ կա ընդհանուր եւ մեր տարածաշրջանում եւ մերձավոր արևելքում եւ ռուս-ուկրաինական ճակատում բարենպաստ չեն իրենց համար հաջողությամբ այդ ծրագիրը իրականացնելու, հետեւաբար իրենք օգտագործում են եւ փակ սահմանը եւ անհամաձայնությունները եւ այդ չարաբաստիկ խաղաղության համաձայնագիր կոչվածի չստորագրելը որպես ալիբի խուսափելու, խուսանավելու իրենց հանձնառությունները։ Այսինքն դեռևս ճանապարհների ապաշրջապակման մասին մոռացեք, այս պահանջությամբ դա չի լինելու։ Սահմանների բացման ավելի ճիշտ չի լինելու այս։ Դա կլինի այն պահին, երբ որ որոշան ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված կամ առասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված Թուրքիայում այս խոսակցություններում որևէ դրական տեղաշարժ հնարավոր է լինի։ Չեմ կարծում, այս պահի դրությամբ չեմ կարծում։ Ինչու՞։ Այսինքն այն հավելյալ պահանջները, որոնք նաև ներկայացված են 17 կետից բավարարման հնարավորություն ունենան։ Իրենք ունեն հանձնառությունը, որ դա պիտի բավարարվի, բայց չունեն իրավիճակը մեր հանրության շրջանում եւ երկրի ներսում, որը թույլ կտա դրա բավարարումը։ Անկլավները դեռևս անցյալ տարի պիտի հանձնված լինեին, բայց Սրբազան պայքարը թույլ չտվեց դա իրականացնել։ Դրանից առաջ նույն 22 թվականին այդ միջանցքն էին փորձում բացել Ջերմուկի կողմից հարձակումները իրականացնելով, 21 թվականին այդ նույն տարածքների ստացման համար Սև լճի 30%-ի համար չէին պայքարում։ Այդ բոլորը այդ ծրագրի մասն են կազմում, այսինքն ներքին հանրային դժգոհությունը ընդվզումը թույլ չեն տալիս, որպեսզի այս իշխանությունը իրականացնեն այն ցանկությունների ցանկը, որը իրենց ներկայացվել եւ որոնց հանդեպ իրենք հանձնառություններ ունեն։ Մենք բարբերաբար լսում ենք տարբեր խոսույթներ եւ լսում ենք նաեւ, որ ասում են դուք ստանձնել եք այդ հանձնառությունները, կատարեք։
Վեհափառի դեմ սկսած արշավը արդյոք կապում եք արտաքին միջամտության հետ, մասնավորապես Թուրքիայից եւ Ադրբեջանից պահանջների հետ։ Ընդհանրապես վեհափառի դեմ չի, դա հայ առաքելական եկեղեցու դեմ է, որքան էլ այս իշխանությունը փորձում են դա անձնավորված ներկայացնել, բայց դա առաքելական եկեղեցու դեմ է։ Եվ պատահական չէ, որ այդ կոչերը հնչում են, որտեղ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է այն առանցքային հենասյուներից մեկը, որը օգնել է հայ ժողովրդին պահպանելու եւ իր ինքնությունը եւ շարունակելու ֆիզիկական գոյությունը անկախ հանգամանքներից եւ իրավիճակներից։ Եվ դիմադրողականության ու դիմադրության ամրապնդման գործում աներկբա դերակատարում ունի։ Այդ դերակատարումը ոչնչացնելու համար է այդ հարձակումները։ Եվ պատահական չէ, որ 18 թվականին, երբ որ այս խմբակը եկավ իշխանության, առաջի գործողություններից մեկը հենց վեհափառի դեմ այսպես նոր Հայաստան նոր հայրապետ կոչով փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրենց համար այսպես պլաստիլինի պես ճմրթվելիք ինչ-որ մեկը լինի, որին ինչպես ուզենան, այնպես օգտագործեն։ Եվ ընդհանրապես եկեղեցու որպես կառույցի դեմ գործողությունները դա արևմտյան ձեռագիր է գունավոր հեղափոխությունների անբաժանելի մասն է։ Այսինքն այն կառույցները կրոնական լինեն դրանք, թե ազգային էթնիկական ամրություն ապահովող, որոնք կարողանում են դիմագրավել կամ դիմադրել նման փոփոխությունների, այսինքն հանրությանը շատ հնազանդ ու կամակատար դարձնելու, հա, իրենց ջանքերին, նրանք ամեն ինչ անում են ոչնչացնելու համար։ Նույնը եղել է թե Վրաստանում, երբ որ եկեղեցու դեմ արշավեր Սաակաշվիլին սկսել, նույնը եղել է կա եւ այսօր Ուկրաինայում եղել է եւ կա Ուկրաինայում, նույնը եղել է եւ այն բոլոր արաբական երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություններ են տեղի ունեցել, նույնը Սիրիայում է, նույնը, ասենք բոլոր հեղափոխությունները, այդ գունավոր հեղափոխությունների անբաժանելի մասը դա եկեղեցու կամ կրոնական կառույցի ամրություն, դիմադրողականություն հաղորդող կառույցի հենքերի ոչնչացնում է հանրության շրջանում, դրա արժեքի կարևորության նսեմացումն է։ Պարզապես իրենք այստեղ սխալվել են, որովհետև հայ առաքելական եկեղեցին ոչ միայն ինքը իրենով եզակի կառույց է, ուրույն կառույց է ամբողջ քրիստոնեական աշխարհում, լինելով ամենահին կրողը քրիստոնեական արժեքների, այլև նաև հայի ինքնության ձևավորման առումով բոլորին այլ դերակատարում ունեցել։ Դա միայն հավատքի աղբյուր չէ, դա ինքնության աղբյուր է, դա եղել է մեր ազգի շարունակականության, հիշողության, կրողի դերում, պահպանողի դերում եւ այս բարագայում շատ բարդ է նման կառույցի դեմ հանդես գալը եւ պատահական չէ, որ ժողովուրդը իր ամբողջության մեջ խիստ բացասական եւ քննադատող դիրք ընդունեց, անկախ նրանից այդ ժողովրդի որ մասն է առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, թե ուղղակի եկեղեցին ընդունում է որպես ազգային ինքնության մի անբաժանելի մաս։ Այսինքն դուք արդյոք պահանջը նաև արևմուտքից է։ Դա այդ արևմտյան կենտրոնների թելադրած քայլերի շարքում է եւ այստեղ պատահական չէ, որ օգտագործելուն փորձեր արվում օգտագործել այս կառավարության ղեկին նստած անձի կողմից աղանդավորական շարժումները, հա, աղանդավորական խմբերին, որտեղ դրանք միշտ օգտագործվել են արևմտյան ուժերի կողմից հանրային այդ ամբողջականությունը եւ համախմբումը սասանելու համար։ Եվ այստեղ իհարկե արդեն դերակատարումը արևմտյան սցենարներով նաև թուրք-ադրբեջանական ցանկությունների կատարում, որովհետև նաև եկեղեցին թույլ չի տալիս մոռացության մատնել Արցախի խնդիրը, Արցախահայության հավաքական վերադարձի խնդիրը եւ իր ջանքերով եւ իր թեմերի ջանքերով հնարավորություն ունի համաշխարհային մոբիլիզացում առաջացնելու նաև իշարս սփյուռքահայ կառույցների համապատասխան միջազգային արդեն բոլորին այլ մոտեցումներ որդեգրելու այդ երկրների քաղաքականության մեջ, որը խիստ բացասական կազդի նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա իրենց դնելով շատ ծանր վիճակի մեջ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենք հանցագործություն են գործել, նրանք շատ լավ հասկանում են, որ իրենք շատ փոքր ժամանակահատված ունեն, հա, լուֆտ ունեն, որի ժամանակ կարող են ինչ որ
չակերտավոր նվաճումներ արձանագրել, նրանք փորձում են մաքսիմումը ստանալ այդ ժամանակահատվածից, այսպես տոտալ մոռացության մատնելով թե Արցախի հարցը եւ թե ընդհանրապես Արցախի գոյությունը որպես այդպիսին, պատահական չէ, որ Ադրբեջանը այսօր լծված է Արցախի մշակութային արժեքների ոչնչացմամբ, հետքերը վերացնելու, հայկական հետքի վերացնում։ Իսկ ներքին հարց լուծումը Փաշինյանը, այսինքն վերընտրման հարց արդյոք այս կերպ Փաշինյանը փորձում է լուծել կամ եկեղեցին որևէ ձև կարող է ազդել իր վերընտրման հարցում, այսինքն վերընտրման հարցում չի կարող ազդել, բայց եկեղեցին կարող է ազդել հանրային տրամադրությունների ձևավորման եւ հանրության ապաքինման գործընթացի վրա, որը մենք տեսնում ենք արդեն, հա, ապաքինման այսինքն այդ ստի կեղծիքի շղարշից ձերբազատվելու այդ գործընթացը այլ ավելի մեծ շերտեր է ներգրավում եւ պատահական չէ, որ դժգոհությունը եւ ընդվզումը շատ ավելի մեծ ծավալներ է ընդգրկում, քան իրենք կարող էին անգամ պատկերացնել։ Ընտրություններին բնականաբար սա կարող է օգտագործել ցանկացած բան, որ ինքը կարող է գնահատել որպես դրական ձեռքբերում, քանի որ ինքը այսօրվա արդյունքներով միայն աղետաբեր կորուստներ ու ձախողումների հեղինակ է։ Հիմա այս ամենը չի ազդում իր հեղինակության վրա եւ արդյոք սա իրեն չի անհանգստացնում։ Ում չի անհանգստացնում։ Փաշինյանին։ Ընտրություններից առաջ, բայց ինքը նաեւ ձեռնարկում է այս գործողությունները։ Գիտեք, նա եկեղեցու դեմ ունի ինչ որ հաջող պատվերը եկել է, նա չի կարող չկատարել։ Եվ նա մտածում է, որ դրանով հանրային դիմադրության խախլման կամ ջարդման արդյունքում ինքը շատ ավելի մեծ հավանականություն ունի վերընտրվելու, քան ամբողջական միասնական դիմադրության պարագայում, դա տրամաբանական է, սա իր նաև ցանկությունն է, քանի որ նա անձնական խնդիրներ ունի մեր եկեղեցու հետ, շատ էլ որ հորջորջում է, թե ինքը առաքելական եկեղեցու, ոչ միայն, նա ես որքան գիտեմ, առանձնապես հայտնի չի եղել հայ առաքելական եկեղեցու տարբեր կառույցներ այցելելու կամ արարողություններին մասնակցելու առումով, ինչի վկայությունը մենք ունենք իր իշխանավարության շրջանում։ Եթե չեմ սխալվում, անգամ ժամանակին ասում են, որ առաջի անգամ պատարագի է մասնակցում։ Նա ի պաշտոնե վարչապետ դառնալուց հետո, դեռևս երբ որ ազգային քաղաքական գործի կերպարի մեջ էր իրեն ներկայացնում, սակայն իր շրջապատը բոլոր այն մարդիկ, որոնք արդեն իսկ բացահայտորեն ընդունել են, որ այս կամ այն աղանդի ներկայացուցիչ են կամ անգամ իբրև թե աթեիստներ են, էլ չեմ ասում մնացածը, որոնց մասին տարբեր արտահոսքեր կան նրանց կրոնական պատկանելության առումով, մտածելու տեղիք են տալիս, թե իրականում դա արդյոք խոսքային մակարդակով զուտ հնչեցված միտք չէ, որը փորձ է անում իրեն իբրև թե արդարացված դիրքերի վրա դնել քննադատելու համար առաքելական եկեղեցու։ Ասում են բարեփոխում ենք եկեղեցին, օրինակ ԿԳՄՍ նախարարն է ասում, եկեղեցին բարեփոխման կարիք ունի։ Դա իրենց քննարկելիքը չէ։ Իրենք թող մի կրթության ոլորտով խելքի բերեն եւ դադարեն թուրքական օրակարգով դասագրքեր տպելուց եւ հայոց պատմությունը խեղելուց եւ ընդհանրապես մեր ամեն ինչը, հա, աշխարհագրությունից սկսած տեղանուններից վերջացրած աղավաղելուց հետո նոր իրենց իրավունք վերապահեն ինչ որ մի բան բարեփոխելու, այն ամենին ինչ որ նրանք դիպչում են բարեփոխելու նպատակով, արդյունքում միայն չարեփոխվում է եւ շատ ավելի կորստաբեր վիճակում, աղետալի վիճակում հայտնվում, քան եղել էր այն պահին, երբ որ նրանք փորձ են արել դա բարեփոխել։ Ավելին, նրանցից որևէ մեկը իրավունք չունի խոսելու, որևէ քննադատական խոս արտաբերելու, քանի որ իրենք իրենց էության մեջ ստի, կեղծիքի եւ խաբեության վրա են հիմնված։ Այսինքն մեղքի մեջ ապրող մարդիկ իրենք իրավունք չունեն մեկ ուրիշից պահանջելու ազնվություն, արդարություն կամ որևէ մեղքի հետ կապված ինչ որ պահանջներ ներկայացնելու։ Իսկ նրանք դեռ իրենց հայլու մեջ պիտի նայեն, հետո նոր խոսելու իրավունք վերապահեն։ Իսկ կարծում եք եկեղեցու մեջ կհաջողվի պարակտում մտցնել, որովհետև նաև այդ մասին է խոսում, որ եկեղեցուց նեղացածներ կան, կարգալույծ արված հոգևորականներ կան, որոնք կարծես ներգրավում են այս գործընթացում։ Կարգալույծ արված եկեղեցականներ կան, որոնք ներգրաված են իրենց շրջանակներում եւ պատահական չէ, որ ներգրաված են այդ շրջանակներում եւ ասեմ, որ իրենք այդ
կարգալույծ արվածները իրենք իսկ խախտում են եկեղեցու կարգերը, երբ որ եկեղեցական արտահայտով են հանդես գալիս, որովհետև դա եւս խաբեության միջոց է, իրենք իրավունք չունեն կրելու եկեղեցական արտահայտ, առաքելական եկեղեցու եկեղեցականի սպասավորի արտահայտ կարգալույծ եղած լինում, այսինքն մենք էլի տեսնում ենք հանրությանը խաբելու այդ կեղծ տպավորություն, շինծու տպավորություն ստեղծելու այդ դեռ մանիպուլատիվ վարքագիծը շարունակում է գործել։ Ավելին, դրանցից մեկին ես ինքս գիտեմ Հոլանդիայում դեսպան լինելու, Նիդերլանդներում դեսպան լինելու ժամանակ, նա դեռ 16 թվականին այսպես շարժում եղավ, ցույցեր էին անում դեսպանությունների դիմաց պատվերով Սասնածռերի կողմից, երբ որ հարձակում եղավ, հա, այդ ժամանակ ի պաշտպանություն այդ ահաբեկչական գործողությունների իրենք Հայաստանի դեսպանությունների դիմաց ցույցեր էին անում, ես նրանցից մեկին ճանաչում եմ այդ առումով, տեսել եմ գործողությունները եւ նրանք թելադրանքով հրահանգով գործողությունների մասնակիցներ են, այսինքն այս մարդկանց խոսքի որևէ մի տարին հավատացնել չի կարելի։ Այսինքն եկեղեցում կարծում եք չի հաջողվի այդ պարակտումը մտցնել։ Իսկ հասարակության արձագանք արդյոք համարժեք է այս ամեն ինչին, կարծում եմ այո, որովհետև հասարակության մեծ մասը արդեն շատ լավ գիտակցում է այս կառավարության կողմից իրականացվող քայլերի բուն նպատակը եւ դրա ազգակործան ուրեմն ուղղվածությունը եւ որքանով որ ես լսել եմ եւ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում փոխանցվել է իրենց կարծիք, նրանք բոլորն էլ համակարծիք են, որ դա իրոք մեր ազգային ամրության հենասյուների քայքայման ուղղված գործընթաց է եւ դա պայմանավորված չէ եկեղեցականներից որևէ մեկի անձնական կյանքով կամ վարքագծով։ Սա թելադրված գործողությունն է հստակ նպատակով։ Բայց ըստ էության հասկանալի է, որ Փաշինյանը չի հանդարտվելու, նա գործողություններ անելու է, որովհետև հրապարակումները այդ մասին են խոսում։ Նա կփորձի, կոնկրետ ծրագիր, քայլեր նախանշել է, նա շատ լավ գիտի, որ ձախողել է, որովհետև այդ իր սադրանքին նա իր կողմից ակնկալվող պատասխանը չստացավ, բայց ստացավ արժանի պատասխան, որովհետև եկեղեցին իր վեհ դիրքերից չիջավ այդ շրիշակի մակարդակի եւ նրան այսպես փողոցային ձևով հաշվեհարդարի դուրս չեկավ ինչին որ նա փորձում էր հասնել։ Դա իրեն հնարավորություն կտար թարմ պահելու այդ խոսվածքը փաստացիորեն հանրային տեղեկատվական դաշտում շեղումներ արձանագրելով, որի ներքո ինքը կիրականացնել այդ Թուրքիայի հետ թուրքիական հանդիպումների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունն է, հետո երբ որ ժողովուրդը արդեն ուշքի կգար դուրս կգար այդ տեղեկատվական թմրությունից, կպարզվեր, որ հերթական տարածքներն են հանձնել կամ հերթական զիջումներն են իրականացրել։ Սակայն նրան չհաջողվեց դա եւ կարծում եմ գայս է սա եւս մեկ ապացույց է, որ մեր հանրությունը այդ ապաքինման գործընթացի մեջ է, տասնամյակներով այդ ուղեղների լվացման արդյունքում ներարկված այդ ստի ու կեղծիքից թոթափվելու գործընթացի մեջ է եւ ճիշտը սխալի շատ ավելի հեշտ է սկսել տարբերակել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։